Ասֆալտի հաստությունը 4 սանտիմետր է, ինչը որ պետք է լիներ 5 սանտիմետր, այսինքն ակնհայտ է 1 սանտիմետր ասֆալտ 50,000 քառակուսի ասֆալտապատման մեջ, եթե մենք հաշվենք 1 սանտիմետր պակաս, դուք պատկերացնում եք դա ինչ ահռելի մեծ գումարներ է կազմում։ Մի քանի ամիս առաջ արված ասֆալտի կտորներն են։ Սա էլ չդիմացավ։ Անորակ է, ասում են մասնագետները, ոչ հաստությունն է նորմերով պահպանված, ոչ խտությունն է ապահոված։ Ասֆալտապատման ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ ձութը, ավելով են քսում։ Բացահայտ կոռուպցիա, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացնում են առանց բիտումի, ձթի։ Փոշը զրկում անեն, որից հետո բիտում լցեն, որ հատակը ամբողջովին պիտի սև լինի, այլ ոչ թե ավանդական դառած քաղաքապետարանի համար ավելով են, որ սենց բիտում են անում, այտենց չէ, ամբողջ հատակը պետք է սև լինի, որ ասֆալտը լցելուց ինքը ամբողջովին ամուր կպնի։ Ձյունառատ ձմռանը ցանվող աղն ու ավազն են պատճառը, որ մայրաքաղաքում քարուքանդ են եղել ճանապարհները, վստահեցնում է Ավինյանը։ Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ։ Ասֆալտի վիճակը ինչ է։ Իրանցից է, ոչ մի բանի չի։ Համաձայն չեն մարդիկ քաղաքապետի հետ աղն ու ավազը, ինչու են միայն Երևանի ճանապարհները քանդում։ Այդ նույն աղ ու ավազից նաև մարզերի ու միջպետական ճանապարհներին են ցանել, ինչու փոսեր չեն առաջացել։ Կործանարար փոսերի միակ պատճառը անորակ ասֆալտն է, պնդում են վարորդները։ Բա ուրիշ ճանապարհը խիտ չի։ Չէ, ցա անորակ ասֆալտ են անում, դրա համար էլ այդպես է։ Ասենք ահավոր վիճակ է։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում խոստացան շաբաթ կիրակի սկսել փոսալցման աշխատանքները, իսկ մինչ այդ վարորդները պետք է աղոթելով անցնեն ջրով լցված փոսերի միջով։ Աստված գիտի, որքան խորն են դրանք։ Մենք հենց 2-3 օր առաջ մասիվում 6-րդ փոսեր ընկա, հետևը պատվիրատու նստավ գլխով հագավ վերխին։ Ծառու Իսահակյան, Նորայ Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։